Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Յուրաքանչյուր օր հեռուստադիտողների համար հետաքրքիր անակնկալներ են բացահայտվում ու նոր գաղտնիքներ են հայտ գալիս։ Վերջապես հեռուստասերիալի դերասանական կազմին միացավ նաև Սոսի մայրը սիրված դերասանուհի Մարիամ Դավթյանն, ով բավական երկար ժամանակ հեռուստաէկրաններին չէր երևում, ինչը ուրախացրեց հեռուստադիտողներին։ Ինչպես երևում է նրա ու Լիլիթի հարաբերություններից, նրանք այդքան էլ լավ չեն իրար հետ, և ինչպես Սոսի մայրն է նշում, Լիլիթն ինչպես միշտ լարված է, ագրեսիվ, և դա բնական է, քանի որ Լիլիթը շատ լավ հասկանում է, որ Սոսին նման կերպ երկար ժամանակ իր կողքին պահել հնարավոր չէ և օրերից մի օր Սոսը հեռանալու է։ Հատկապես հիմա, երբ Սոսը վերադարձել է Հայաստան, նրան ոչ ոք ու ոչինչ այլևս հետ չի կարող պահել և նա ամեն առիթ օգտագործելու է, որպեսզի հանդիպի Աննային, և այդ առիթներից մեկի ժամանակ նա հանդիպում է ոչ միայն Աննային, այլ իր հարազատ դստերը Անգելինային, ով պրակտիկա է անցնում Աննայի մոտ։ Եվ այդ հանդիպումը լինելու է ճակատագրական ու հետաքրքիր, թե ինչ հետևանքներ է ունենալու այդ հանդիպումը, և արդյոք Սոսի արյունը կկանչի իր հարազատ դստերը, և ինչպես կբացահայտվի, որ հենց Անգելինան է իր հարազատ դուստրը, կիմանաք շատ շուտով, բայց մինչ այդ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են գաղտնիքների բացահայտումներով, և իհարկե, որպեսզի հենց առաջինը իմանաք հեռուստասերիալում կատարվող փոփոխությունների մասին։ Իսկ այժմ կարող եք դիտել հեռուստասերիալի նկարահանման հրապարակում արված ամենահետաքրքիր ու դիտարժան կադրից դուրս իրավիճակները, որոնք ձեզ կպատմեն, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք, թե «Վերջին զանգը» հեռուստասերիալից որ կերպարին ու որ դերասանին եք հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Նախորդ տեսանյութերից մեկում նշել էինք, որ ևս մեկ կերպար է ավելանալու «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանների և այդ կերպարը Էլիզ Մելիքյանն է, թե ինչպիսի կերպար է լինելու նա դրական թե բացասական, կբացահայտենք ժամերի ընթացքում։ Մենք ստեղ ուրեմն ծառ ունենք դրսում, ասացի, որ ուզում եմ ուտեմ, Սաքոն գնացել քաղել է, ասեցին պետքա լվանաս, ալարեցի, բայց Սաքոն արեց էդ իմ համար, ապրես Սաք, Ողջույն բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Ես չեմ կարող այս բանի իմ շնորհակալությունը չհայտնել ձեզ, որ մշտապես պահում եք մեզ ձեր ուշադրության կիզակետում, որ ապահովում եք բարձր դիտողականություն YouTube-յան ալիքում։ Անհավանական թվեր ենք մենք գրանցում շնորհիվ ձեզ, շնորհիվ ձեր սիրո։ Մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք ստեղծել մի արտադրանք, որի միջոցով դուք օրվա ընթացքում երեկոյան 37-ից 38-39 րոպե կարողանում եք կտրվել ձեր առօրյա հոգսերից և լցվել և պարուրվել սիրով։ Եվ հենց դա է պատճառը, որ մեր նախագծի հիմքում ընկած է սերը։ Այո, սերը փրկողակ է, սերը իսկապես օգնում է մարդուն կյանքին նայել միանգամայն այլ աչքերով, և ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ ունեն արթուն սեր, միանգամայն այլ աչքերով, և ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ ունեն արթուն սեր, նրանք ուղղակի չեն կարող չլինել բարի, չեն կարող չլինել դրական, չեն կարող չլինել կամեցող։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ մեր հեռուստասերիալը սիրվել է, շնորհակալ եմ, որ մեր հերոսները վայելում են ձեր սերն ու համակրանքը, և կասեմ մի բան, որ այո, պետք է շատ սիրեք, այդ սիրո մեջ պետք է լինեք համեստ, զուսպ, որովհետև համեստությունն ինքնին սեր է, և համեստությունն ինքնին գեղեցկություն է։ Սիրո մասին պետք չէ շատ աղմկել, որովհետև սիրո մասին կարող են խոսել ձեր աչքերը։ Սիրո մասին պետք է լռել և լուռ վայելել այն ամենն, ինչ կա, որովհետև պարկեշտությունը, զսպվածությունը, համեստությունը միշտ հաղթանակ է ապահովում յուրաքանչյուր հարցում։ Լավ եղեք։
ամենահեշտը ում հետ եք նկարահանվում։ Այն դերասանի հետ եմ ամենահեշտը նկարվում, որ տեքստ ասելուց հասկանում է ենթատեքստը։ Ավտոմատ կերպով արդեն միտքդ գալիս է, թե դու ինչ ես խոսալու։ Ինչպես եք նայում այն հարցին, որ մարդը քեզ չի սիրում, բայց շայի համար շփվում է։ Ամեն քայլափոխին կարաս նման մարդու հանդիպես։ Դրա համար տվյալ շահամոլ մարդուն չես տալի այն ամեն ինչ, որ ուզում է, լայն ժպիտով ճանապարհում ես ու շփվում ես ավելի լավ մարդկանց հետ։ Ինչն է ամենաշատը ոգեշնչում դերասանական աշխատանքում։ Ամենաշատը ինձ ոգեշնչում է իմ սիրելի հանդիսատեսը։ Երբ հանդիսատես ունես, լսում ես արձագանքներ, արդեն լավ է, արդեն դու ոգեշնչված ես։ Ասեմ, իմ Յանան շատ նման է ինձ, շատ էմոցիոնալ, խենթ, մի խոսքով ինքը այն կերպարն է, որ երևի թե ես միշտ գախնի երազել եմ խաղալ, որովհետև կարելի ասել ես հիմնականում խաղում եմ ինքս ինձ ու շատ եմ սիրում իրան, իր այդ խենթությունը, իր այդ անմիջականությունը, պարզությունը, որ ինքը ուղղակի սիրում է ու վերջ ու կարծում եմ մենք շատ ընդհանուր գծեր ունենք ու շատ նման ենք իրար։ Ես ինձ շատ ասոցացնում եմ Յանայի հետ։ Իհարկե, այդ աստիճան խենթ չեմ։ Չգիտեմ, կուզեի լինել այդ աստիճան աննորմալ թե չէ, բայց լավ իմաստով աննորմալ, որովհետև ես սիրում եմ իր այդ բարի գժությունները, ինքը սիրում է իհարկե, բայց տենց հանուն սիրո գժություններ անում, բայց կարծում եմ, որ ոչ մեկին չի վնասում իր այդ սերը։ Ու երևի թե ես ինքս շատ կուզեի Յանայի բարի օր սիրելի հետևորդ, հիշում եմ, որ խոստացել եմ ձեզ պարբերաբար ներկայացնել վերջին զանգահեռուստասերիալի թարմ նորությունները։ Իհարկե չեմ կարողանում ես լիարժեք խոստումս իրականացնել, որովհետև հավանաբար կկրկնվեմ, բայց պիտի ասեմ, որ սարսափելի ծանրաբեռնված ենք աշխատում գիշեր-ցերեկ, ցերեկ-գիշեր, առավոտ։ Շատ խառը եւ ոչ մարդկային ռեժիմով։ Այսպես ուղղակի ուզում եմ ասել, որ այսօր իմացիր ավելին հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել ենք հերոսածին մայրերին։ Շատ հետաքրքիր հաղորդում է ձեզ սպասվում, շատ հուզիչ ապրելու մասին է այսօրվա հաղորդաշարը։ Բաց չթողնեք 20:50 Armenia TV եթերում, որից անմիջապես հետո կարող եք արդեն հետևել վերջին զանգահեռուստասերիալի իրադարձություններին։